Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ու նրա ամուսինը Տարոնը պարզել են երրորդ երեխայի սեռը։ Ջերմ տեսանյութի միջոցով նրանք հայտնել են, որ որդի են ունենալու։ Զույգի ավագ երեխաները ևս տղաներ են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով կարիերայի վերջին մրցումների մասին, Հռիփսիմեն պատմել էր. Փետրվարին, երբ վերջին հավաքներն էին տեղի ունենում, ցավերի պատճառով չէի կարողանում մարզվել։ Ամուսինս Տարոնը, համոզելով, որ կարող եմ, որ հավատում է ինձ, օգնեց հասնել այս մրցաշարին, որքան ուժ ունեի ներդրել եմ։ Այն ինչ արեցի, այնտեղ այն կիլոգրամները, որ բարձրացրեցի, նախորդ մեկ ամսում չէի էլ բարձրացրել։ Եվ երբ արդեն հանել էի կոշիկներս ու հրաժեշտ էի տվել ծանրամարտին, չգիտեի, որ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ եմ նվաճել։ Մյուսներն էլ նույն քաշը բարձրացրեցին, բայց քանի որ ես էի առաջինը դա արել, դարձա բրոնզե մեդալակիր, անկեղծացել էր Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ Star News-ը հավելում է նաև այն փաստը, որ ծանրամարտիկը հղիության մասին լուրը հայտնել էր վերջին հարցազրույցի ժամանակ։ Անդրադառնալով աստղային այլ նորություններին, նշենք, որ դերասան Կարեն Հովհաննիսյանն իր սոցիալական էջերում առավել հաճախ է սկսել տստեր Նանեի մասնակցությամբ նոր տեսանյութեր հրապարակել։ Հերթական հոլովակը բավականին ջերմ է ստացվել, առաջարկում ենք դիտել այն։ Մատով։ Բա ուր ենք գնում Մենք խանութ։ Որ ինչ անենք։ Որ իմ համար բանան է, Ռուզանիկի համար էլ աբադոկ։ Բա ինչ են Ռուզանիկի համար աբադոկ առնում։ Որովհետև իրանում ջարդել է։ Ջարդել։ Հա։ Հիմա ուզում ես քո ջարդածը, փչացրածը տանես տաս Ռուզանիկին։ Չէ, փչացրածը չէ։ Առնենք տանք։ Հա, այսինքն որ դու ջարդել ես իր աբադոկը, հիմա ուզում ես նոր առնենք տանք Ռուզանիկին։ Հա։ Ապրես։ Դրա համար ուրիշների իրարին պետք չի ջարդել։ Հա։ Դա է բաց։ Պապա։ Ջոն։ Բանը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում դերասանուհի Ռոզա Դավթյանն ամենաակտիվ գործունեությունը ծավալող դերասանուհիներից մեկն է։ Նրա պահանջարկը մեծ է հայկական շոու բիզնեսում։ Դերասանուհին ակտիվ գործունեություն ծավալելուց զատ ակտիվ է նաև Instagram-յան հարթակում, որտեղ ներկայանում է ոճային տեսանյութերով։ Հերթական հոլովակը Star News-ն առանձնացրել է հենց ձեզ համար։ Վերջերի շրջանում ես ինձ չեմ կորցրել, մի քանի սիրուն լուքեր եմ հավաքել ու ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, նաև ցույց կտամ արժեքները։ Սկսենք այս տոպրակից։ Երկու վերնաշապիկ, առաջինը հասարակ, մյուս վերնաշապիկը իմ ոճի մեջ չի, մեծ մասը պետք է հավաքել, դասական տաբատ եւ մյուս տարբերակը սա։ Առաջին լուքը, ես շատ եմ սիրում պարզ լուքեր, ոչ ես խճճում նայելուց, այլ հասկանում ես, որը որից հետո է։ Ֆիքսեք լուքերը, որպեսզի ձեր գնահատականը վերջում տաք։ Տաբատի այս հատվածն է ինձ առավելապես դուր գալիս, որովհետև սառոճկաների հետ շատ է ասում, ոնց որ սեթ լինի, իսկ սառոճկան ինքը համհասարական, համ էլ հետաքրքրություն է մտցնում լուքի մեջ։ Գաղտնիք բացեմ, եթե ես խանութում տեսնում եմ գոտիով տաբատներ, կապ չունի ինչ գոտի է, անորակա թե չէ, ես դրանք առնում եմ։ Նաև այս չինական, ճապոնական բլուզը։ Այս ավելի խիստ ու դասական լուք է, բայց կարծում եմ այս դասականությանը բլուզը էլեգանտություն է հաղորդում։ Հաջորդ համադրությունը այս սառոճկան եմ վերցրել շատ գեղեցիկ թևերով եւ այս դասական simple հասարակ տաբատը։ Թևերը ուրիշ գեղեցկություն է հաղորդում։ Այստեղ ունի ասիմետրիա, բայց իմ հասակը թույլ չի տալիս, որ ես տենց հագնեմ։ Շատ եմ սիրում մուգ եւ բաց կապույտների համադրությունը։ Չի երբեք չեմ հագնում։ Ես պոլո կլասիկ վերնահագուստ եմ վերցրել եւ եւս մեկ վերնաշապիկ։ Շատ տարբերվող եւ չենթարկվող կտորից է այս վերնաշապիկը, շատ հովա ու նաեւ շատ հետաքրքիր է դարձնում լուքերը։ Վերջինը շատ եմ հավանել, իրեն նաեւ վերնաշապիկի նման կարող ենք հագնել, ընդհանուր իր ֆորմաները շատ սիրում եմ։ Եվ այս հոլովակի վերջին զարդը գերել եմ սիրտը, շատ սիրուն է, կարծում եմ իմ ընտրած լուքերի հետ շատ գեղեցիկ կհամադրվի։ Լրագրող Արուսիկ Տիգրանյանը այսօր կիսվել է մի քանի նորություններով։ Նա նախ պատմել է իր առօրյայի եւ հանդիպումների մասին, ապա տեսանյութ հրապարակել ու պատասխանել հետաքրքրող հարցերի։ Օրինակ, տեսակում եմ հանդիպել եւ պրոյեկտը դա ինչ է նշանակում, ինչ են խոսում, քննարկում, ինչ մտքերից։ Գիտեք ձգացիկները։ Տիրամիսուի կանդիդերն է, եթե չեք ջոգել, դա ոնց։
Եթե իմ հետևորդների մեջ կան աներեսներ, ովքեր վարորդ լինելով, այն ձախ թեքվելու շարքը, որ 40 րոպե կանգնում ես, գալիս են այն ամենավերջից ընց խցկվում են, ուզում եմ ասել, սիրելի աներես հետևորդներ, հուսով եմ չկան, հա, իմ հետևորդների մեջ այդպիսի մարդիկ, ես իրանց հետաքրքրությունների շրջանակից դուրս եմ գտնվում, զուտ իմանաք, որ ձեզ բոլորը լիքը վատ բառեր են ասում, որ սենց անեծքներ է հորդում ձեր և ձեր ապագա կյանքի վրա։ Միշտ հիշեք, որ դա անելուց դուք ստանում եք աշխարհի վատագույն մաղթանքները։ Զուտ 40 րոպե կանգնել եմ Թումանյանի վրա, որ թեքվեմ կողբացի, նրա համար, որ ամեն երկրորդ մեքենան պրոստ ճխտված մեքենա է։ Նորից ասա չեղավ։ Մենք պլանավորում ենք նոր ճամփորդություն Եվ հուշակեք այդ ուղղությունը, որովհետև բոլորիս կյանքում ամենասպասելի տեղերից մեկն է, որ կուզենայինք հայտնվել։ Հայկ ասում է բոլորիս կյանքում ամենասպասելի տեղերից է, որ կուզենայինք հայտնվել։ Ես իմ նավսյակի ասում եմ։ Մի հատ է բան ասեմ, ասա։ Հա, ասա։ Ինչ ա եղել, Հայկ։ Ոչ մի բան։ Այս կոստորների մարդը նայում, հա։ Հա, որտեսն երկար սխմած Մի 40,000։ Սխանում եմ ChatGPT-ի հիմար հարցերին մաս 1, որովհետև really թեմա մտածելու հավես չունեմ, գնացինք։ Որն է քո ամենամեծ վախը։ Երևի եմ, որ ինչ-որ մեկին կգցեմ ավտոյի տակ, ես դրանից ուղղակի սարսափում եմ։ Ինչն է քեզ ամենաշատը երջանկացնում փողը, որ խորհուրդն է փոխել կյանքդ։ Թերևս հոգեբանից խորհուրդը, որ երբ որ ինչ-որ մեկը մի բան ասում է, պետք չի խորանալ, թե ինչա ենթադրում, այլ պետքա որպես ինֆորմացիա վերցնել մենակ այդ իր ասածը։ Ինչ է հաջողությունը քեզ համար։ Երևի երբ որ դու քո ուզածին հասնում ես շատ ավելի հեշտ, քան պատկերացնում էիր, որն է այն սխալ, որի համար շնորհակալ ես։ Երևի շուտ ամուսնանալ և շուտ երեխա ունենալը, ինչ է սովորել վերջին 1 տարվա ընթացքում, 1 տարի, այսքան անցած տարի հուլիսի, ոչ մի բան, իրոք, ոչ մի բան։ Դերասան և երգիչ Վահե Զիրոյանը հերթական անգամ նոր տեսանյութով է կիսվել։ Վահե Զիրոյանը առհասարակ ակտիվ գործունեություն է ծավալում Instagram-յան հարթակում, որտեղ նրա հետևորդները բավականին շատ են։ Հերթական անգամ նա պատմել է այն մասին, որ ներկայացման է գնացել ու գնացել է մայրիկի հետ, իսկ մենք առաջարկում ենք լսել դերասանին։ Թե իմանաք ում հետ եմ եկել մնա ներկայացման պրեմիերային։ Լնայք։ Ոնց ես ասես։ Աջան։ Ցախ։ Ցախ, ինչ ասեմ։ Ցախ։